Շնորհակալ եմ Տիկին Գալյան, որպես շարունակություն ձեր եւ իմ գործընկերոջ հարց ու պատասխանի։ Ես մի քանի անուն եմ ուզում տալ. Սամվել Կարապետյան, Սրբազաններ, Ազգային ժողովի պատգամավոր Արտուր Սարգսյան, Լիդիա Մանթաշյան, եւս երկու տասնյակի հասնող մեր գնահատմամբ քաղաքական բանտարկյալների անուններ կարող եմ տալ եւ նրանցից մի մասի հանցանքը, որի մեջ մեղադրում են, ըստ էության նաև միջին ծանրության հանցանքներ են, բայց որևէ այլ խափանման միջոց, քան կալանքն է, նրանց համար գոյություն չունի։ Երբ մենք պնդում ենք, որ կալանքը դա բացառապես պատժի միջոց է, դա մեր քաղաքական գնահատականը չէ բացառապես։ Դա չոր փաստն է, ինչի մասին նաև խոսեցիք դուք։ Վերջին 4 տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կալանավորների թիվը ավելի շատ է, քան դատապարտված անձանց թիվը։ Օրինակ, 2022 թվականին ունեցել ենք 1217 կալանավոր, դատապարտված անձանց թիվը եղել է 911։ 23 թվականին 1256 կալանավոր, դատապարտվածների թիվը 1101։ 24 թվականին 1317 կալանավոր, 1152 դատապարտված անձ, 25 թվականին 1401 կալանավոր, դատապարտված անձանց թիվը 1285 է։ Սա վերջին 4 տարվա վիճակագրությունն է։ Դուք նաև այլ առիթով եւս մտահոգություն եք հայտնել, որ փաստորեն կալանավորված անձանց թիվը մեր երկրում ավելի շատ է, քան դատապարտված անձանց թիվը։ Ամենայն հարգանքով ձեր մտահոգությունների հանդեպ, բայց մենք կարող ենք այդ մտահոգությունները հայտնել։ Դուք պատկան մարմինները պետք է գործ անեն, շատ կոնկրետ գործուն մեխանիզմներ կիրառեն, որ կալանքը չդառնա պատժիչ միջոց եւ ոչ միայն քաղաքական գործերով։ Այս մասով ինձ հետաքրքիր է այն նկարագրությունը, որ դուք արդեն արեցիք գործողությունների մասով եւ կմտնի ըստ էության ուժի մեջ, ինչպես կփոխվի իրավիճակը եւ Տիկին Գալյան, ես ճիշտ հասկացա, որ դուք նախաձեռնում եք փոփոխություն, որով այդ հայտնի բրասլետները հայերեն չգիտեմ ոնց է ձևակերպումը, կալանավորված անձանց համար, փաստորեն իրենք իրենց միջոցներով պետք է ձեռք բերեն, ճիշտ եմ արդյոք հասկացել ձեզ, դա ինչ գումար է իրենից ներկայացնում։ Հիմա օրինակ մարդը կարող է համարել, որ եւ չգիտեմ նաև ակնհայտորեն լինի, որ օրինակ քաղաքական հետապնդում է իրականացվում կամ քաղաքական գործ չի, բայց մարդուն անարդարացիորեն փաստորեն այդ խափանման միջոցն են ընտրել իր համար։ Ոչ միայն փաստորեն ինքը այդ անարդարության պատին է բախվում, մի հատ էլ սեփական միջոցները պետքա տրամադրվի, որ պետությունը այդ անարդարությունը ավելի փաստորեն ամրացնի իր ոտքի վրա։ Ես խնդրում եմ ասեք, այդ ինչ գումարի մասին է խոսքը եւ որտեղից է այդ միտքը հղացել։ Շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, չգիտեմ, հա, ճիշտ հասկացաք, բայց մի մաս կար, որ երևի ես ոչ ճիշտ արտահայտվեցի, որպեսզի դուք ավելի ճիշտ հասկանայիք։ Այսօր էլ կա այդ կարգավորումը, որ անձը իր սեփական միջոցների հաշվին կարող է կրել խափամամիջոց տնային կալանքը էլեկտրոնային բրասլետի միջոցով։ Այսինքն դա նորություն չի, դա մշտապես եղել է։ Մարդը ինքը վճարի, որպեսզի կրի եւ այո, եւ դա աշխարհում ընդունված մոդել է, աշխարհի բոլոր երկրներում, որտեղ տնային կալանքը կա, այդ մեթոդիկան կա։ Եվ մեր երկրում էլ են եղել դեպքեր, որ անձի միջոցների հաշվին է եղել, ուղղակի դատարաններ պատշաճ ուշադրություն չեն դարձնում անձի գույքային դրությանը։ Պետք չէ այդպես զարմանալ եւ այսպես ներկայացնել, որովհետեւ նույն գրավի դեպքում, երբ որ որոշվում է, որ խափամամիջոցը պետք է լինի գրավը, քաղաքացին սեփական գրպանից է տալիս կամ չգիտեմ, ընկերներից է վերցնում տալիս այդ գրավ խափամամիջոցը եւ նույն կերպ կարող է տեղի ունենալ էլեկտրոնային բրասլետի կիրառման պարագայում, եթե քաղաքացին իրապես վճարունակ է, այսինքն ինչու ոչ։ Ինչու ոչ, իսկ եթե չէ պետական միջոցների հաշվին պետք է լինի, իհարկե։ Ձեր հիմնական հարցադրման հետ կապված։ Ես չեմ ուզում հիմա դասագրքային ճշմարտությունների մասին խոսել, որ դե
դատարանները խափանման միջոցի տեսակը որոշելիս հաշվի են առնում ոչ թե հանցանքի ծանրությունը կամ հանցագործության դեպքի հետ կապված հանգամանքները, այլ այն ռիսկերը, որոնք որ նախատեսված են քրեական դատավարության օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում։ Ես չեմ ուզում խորանալ դրանց մեջ, որովհետև եթե խորանամ, շատ բան կարող եմ ասել։ Այդ հարցի պատասխաններն է, որ չգիտեմ ոնց են ընտրում։ Ես իրոք չգիտեմ, բայց այդ հարցը ինձ մտահոգում է եւ պետք է մտահոգի եւ շատ ճիշտ է ձեր այն դիտարկումը, որ մտահոգվելուց հետո մենք կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք, ինչը եւ անում ենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հասարակության որևէ այլ ներկայացուցիչ, այդ թվում քաղաքական գործիչ, ավելի լավ չգիտի մեր խնդիրների մասին, քան մենք, որոնք այն մարդիկ, որոնք ամեն օր այդ խնդիրներին առերեսվում են։ Հիմա մենք ունենք այդ խիզախությունը խնդիրներին առերեսվելու ու այդպես էլ անում ենք ու ասում ենք այո, այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների, եւ դա խնդիր է։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործընկերների հետ իրավապահ մարմինների մենք պարբերական քննարկումներ ենք ունենում եւ նաեւ մի նորություն էլ ասեմ, վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որի անդրանիկ նիստը շուտով կկայանա եւ հարցերը, որոնք պետք է քննարկի այդ հանձնաժողովը, վերաբերելու են հենց քրեական արդարադատության ոլորտին, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտին։ Ինչու ենք սա նախաձեռնել, որպեսզի անընդհատ երկխոսություն լինի մեր իրավապահ մարմինների, այսինքն մեր քաղաքականություն մշակողների, իրավապահ մարմինների եւ դատարանների միջև, որպեսզի մենք կարողանանք միասնական մոտեցումներ ունենալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը գիտենք մոտավորապես ով է։ Այն մարմինների ներկայացուցիչները, որոնք որ ես թվարկեցի։